Արևելքի հարկելի հետևորդներ, ցեզի կողջունեմ Լիբանանեն։ Միջին Արևելքի պատերազմը արդեն թևակողած է իր 18-րդ օրը։ Եվ մինչև այսօր կմնան նույն ճակատները թեժ Լիբանանի մեջ եւ պարսկական արաբական ծոցի մեջ։ Այս վերջին զարգացումները ցույց տվին, որ Իսրայել եւ Ամերիկան ունին մեծ կարողություններ օդեն վերահսկելու ամբողջ պատերազմը։ Եվ շատ հստակ դուրս եկավ, որ ունին մեծ հետախուզական կարողություններ, որոնց ամենամեծ ապացույցն էր պատերազմի առաջին օրին տեղի ունեցած Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը եւ որուն հետ միասին իրեն ընկերակիցներն էին, իսկ երկրորդ զարգացումը, որ ես իմ կարծիքով սա պատերազմի երկրորդ թանկարվանը կարելի է համարել, այնալ 2 կամ 3 օր առաջ Ալի Լարիջանի սպանությունն էր նորեն Իրանի Իսլամական Հանրապետության բահագախումբի բարձրաստիճան սպաներու հետ միասին։ Ուրեմն շատ հստակ է, որ Ամերիկա եւ Իսրայել գդիրաբեդեն շատ հսկայական օդուժի եւ իրենք օդեն գդիրաբեդեն ամբողջ պատերազմին վրա եւ պատերազմը վերցած իրենց վերահսկողության տակ։ Եվ շատ հստակ է, որ Իսրայել եւ Ամերիկա ունի շատ մեծ հետախուզական կարողություններ։